Անպայման պետք է մարդիկ գործով զբաղվեն։ Այսօրին ենք Ժողովուրդ ջան, որտեղ մեր կառավարության կազմը, ես ասում եմ, թող ապացուցեն, անփորձ երիտասարդների հավաքածուա։ Նրանք իրենց փորձը զգացել են պետության եւ ժողովրդի վրա։ Ժողովուրդը փորձի մատերիալ չի, պետությունը փորձի մատերիալ չի։ Պետք է լինեն այնպիսի մարդիկ, ովքեր փորձ ունեն, ովքեր արդյունք են ցույց տվել, ովքեր սիրում են իրենց ժողովրդին եւ ժողովրդի մասին մտածում են։ Այսօր ժողովուրդը հոգնել է, սպասելով տուգանքի մատերիալ սարքելով, միայն սուտ ասելով։ Ուրիշ բան չկա ժողովուրդ։ Ես ասում են Ծառուկյան ջան, մենք քեզ ենք ցավը տանեմ, մեր հույսավատ դու ես հանգարց հետ չկանգնես։ Ժողովուրդ ջան, ինչ կորցնեմ, իմացի ես իմ հայրենիք ունեցվածքով չեմ փոխելու։ Ես ձեր հետ եմ, ինչ ասել եմ անելու եմ, ինչ հայտարարեցի ձեզ, հաջողության դեպքում հենց առաջին նիստին այդ բոլոր հարցերը բարձրացվելու է եւ այդ հարցերը կատարվելու է։ Զարգացնելու ենք, ծաղկացնելու ենք։ Ամենակարևորը երաշխավորած խաղաղություն, որ պատերազմ չլինի։ Դռները փակենք պատերազմի ինքնից, որ ճանճ չդզա։ Դա այն դեպքում կլինի, երբ որ լինի երաշխավորած խաղաղություն, որ հիմնական մեր դաշնակիցներից մեր կողք կլինեն, իրենք ստորագրեն, այո, եթե խաղաղություն մենք եւ Ադրբեջանը իրար ձեռք ենք բերել, ուրեմն որցը մեկ իրավունք չունի կայքատար։ Այսօր Ադրբեջանը ժողովուրդ, սա մեր բարձունքների վրա նստած է, հետ չի գնացել, գրաված հողերի վրա նստած է եւ պահանջներ ներկայացնում ժողովուրդ։ Մեր գերիները ընտեղ են, եթե այսօր խաղաղություն է, են գալի մեր գերիները։ Վախի չեն ունակ պահանջներ ներկայացնելով մարդման են գալի։ Ժողովուրդ ջան, նրանք հիմնական մեզնից վարված Ադրբեջանը, նա ուզում է վրեժ լուծի, իսկ մենք պետք է խելացի գտնվենք, որ կարողանանք լիարժեք, միասնական, առանց ալյունի, բարձր մակարդակով, քննարկելով, բանակցելով, չլուծվող խնդիր չկա ժողովուրդ։ Պետք է մոտեցում, պետք է կապ, ընկերություն, շրջապատ, ճիշտ բանակցություն, իօգուտ երկրի, իօգուտ ժողովրդի, իօգուտ պետության։ Ես ժողովուրդ ջան, ինչ ասեցի ձեզ, ես այսքան ժամանակ չի եղել բան ասեմ չանեմ, ինչ է որ իմ ուժի բան, ես ասել եմ եւ պատրաստ եմ, ունենք լավ թիմ, ամենակարևորը ոչ թե պաշտոններին պետք է բարգավաճ լինի միայն, այլ ով կարա դա անի, կարող է կուսակցական լինի, կարող է ուրիշ կուսակցությունից լինի, բայց մարդը տվյալ ոլորտում իրոք արդյունք է ցույց տվել, բոլորն էլ ճանաչում են։ Այսօր մենք միազգ ենք մի ժողովուրդ, կուսակցության 80 կուսակցություն կա, սաղի ցավն էլ տանեմ, ես ոչ մեկի վրա չեմ շփոթում, ամեն մեկի չափով, բայց բոլորը պետք է համախմբվեն, ով կարանի, ով կարա այս վիճակից հանի ժողովրդին, ապահովի անվտանգությունը, զարգացնի տնտեսությունը, ժողովրդի հարցերը կարգավորի, խնդիրները լուծի, որ ժողովրդի դեմքին ժպիտ գա, այնպես որ որոշողը դուք եք, գիտեմ այսօր վախեցել են, շարժը նայում են, քվեարկությունները նայում են, եթե ասենք իրանք իմանան իրենց արդյունքները լավ է, այսօր գնում են, որ արդեն իրանք 90% ձայն ունեն, որ լավ լիներ, տենց խառնված չէին լինի ժողովուրդ, այսօր մենք բացառված գումար բաժանենք, ամեն տեղից 5 հոգի 10 հոգի տանելով, չգիտեմ ինչի համար, ես ես ասում եմ, չկա այդպիսի բան, դուք էլ չեք լսել, որ մենք գումար բաժանենք, ձայն ուզենք, դա վախի մթնոլորտ են զդում ստեղծեն, բայց դա էլ իրենց չի փրկելու։ Եթե ես պատրաստ եմ ինչ է վերջ, իմ թիմի կողքը կանգնած եմ, մենք ասել ենք, ոչ է մեկի վրա հետ չշպրտեք, կփորձեն, ուրեմն պատասխանը կստանան, իսկ փորձեն էլ մենք ընտանիք մտնելու իրավունք չունենք, ընտանիքը սրբություն է, բան ունենք իրենց ենք ասելու ժողովուրդ ջան, այնպես որ պարզա գործից են անում, ակտ են գրում, դիմում էլ չգրես, հենց այնպես ազատում են, այդ պետք է մտածեն այդ ազատողները, ամսի 7-ից հետո, ինչ են պատասխանելու, ժողովուրդ ջան, արդեն ամսի 28-ից հետո Ռուսաստանը իրան նախնական ծրագիրը ներկայացել է, որ էլ մարդ չի կարա գնա այնտեղ աշխատելու, ճանապարհները փակ է, որ չի կարա ապրանք արտահանի, եթե ամեն ամիս $160 միլիոն տրանսֆեր էր գալու, էլ չի գալու, որ գազը եթե $160 էր, հիմա դառնալով եվրոպական գնով 600 եվրո, Ռուսաստան ասում է հայր իմ աղբերներն են, իմ բարեկամներն են, եկեք քննարկենք, ինչ հարց ունենք, ինչ ուզում ենք կարգավորենք,
Բայց եթե դուք մեր ճշտամու հետ եք ուզում մոտիկանալ, էլի գնացեք, դուք ասեք ղեկավարներ, բայց մեր ժողովուրդը, մեր բարեկամներն են, ժողովրդան ասում են, մենք մեր չունենք ձեր ցավը տանեմ, մենք ձեզ ընդունում ենք հարազատ բարեկամի պես, մենք մեղավոր չենք, իրենք են նախընտրում այդ ճանապարհը, դե իրենք պատասխանատու են, իրենք էլ թող կարգավորեն, այսօր սա փագա, մարդիկ չեն կարողանում բանկի տոկոս տանեն փագեն, այսօր ոչ պամիդոր, ոչ կալուբնիկ, ոչ գիլաս, ոչ պամիդոր, ոչ խմիչք, լրիվ փագա, ծիրանը որ նոր պետք է դուրս գա փագա, մարդիկ վարկերի տակ, չեն կարողանալու վարկը փագեն, եղածը պետք է ձեռից վերցնեն, չկարողանան աշխատողի փողը չեն տալու, ո՞նց է լինելու, օր-օրի վատանալու է ժողովուրդ ջան, այնպես որ մենք բոլոր խնդիրներն լուծող ենք, կապերն էլ կա, հնարավորությունն էլ կա, մոտեցումն էլ կա, որոշողը դուք եք, ընտրողը դուք եք, պարզ է, ժողովուրդ ջան, որ Աշկի չգնեք, պրոբլեմ չլնի, ակ չգրեն, բարեկամին տաղուն ամուսուն գործի չանեն, ասեք չեն գնալու ընդրության, կամ ասեք ձեզ ենք ընտրելու, բայց գնացեք ձեր հոգու խղճի առաջ, ձեր վաղվա օրվա համար, ձեր երեխայի ապագայի համար, դուք ձեր ընտրությունը կատարեք, ում կցանկանաք, ում հետ հույս եք կապում, ում արած գործը զգում եք, որ խոսքի մարդը արած ունի, դրած ունի, կառուցած ունի, հանգիստ, որ պրոբլեմ չսարքեք, սաղ մի շաբաթ է մնացել, հանգիստ, բարձր տրամադրությամբ, ամենակարևոր մացեք, մենք աշխարհի առաջի քրիստոնյաներն ենք, եւ Աստված մեզից երես չի թեքելու, մեզ հնարավորություն է տալու, ամենակարևորը, լավ փոփոխություններ է լինելու, բոլորդ էլ փող եք աշխատելու, տուրիզմը զարգանալու է, պետք է զարգացնենք, այս տեսակ բնություն ունեցող, այս գեղեցիկ բնակավայրը, իմ մոտ հյուրեր եկեք Էմպիսկու հիմնական սեփականատեր հույրանոցային սեփականատերը Վրաստանից եկել էր Հայաստան շրջեց 3 օր իրոք հիացած տպավորված այս պատմական գեղեցիկ լորին տեսնելով ասում է դուք ոսկի չունեք, նավ չունեք, բայց այն տեսակ բնություն ունեք, որ սանով միլիարդներ կարող եք աշխատել, դա պատրաստի ոսկու անքա, կազմակերպեք ժողովուրդն էլ գործ կունենա, կգան, կզարգացնեն, կծաղկացնեն, ներդրում կանեն, հիմա 50 հատ գործանել կառուցեմ, ժողովուրդ ջան, որ ես կառուցեմ, 5000 աշխատատեղ է, բայց խոշոր ներդրումային ծրագիր ազգն աշխատելու, ազգն ունենալու, ասենք թե աշխատանք, հնարավորություն, քարը քարին դնելու, ընտանիքով մի բան ստեղծելու, վաճառելու, ոնց եմ ասում, 20 միլիոն տուրիստ գալու դեպքում ծաղկելու հələ, ասեմ, 2 ծրագիր էլ պետք է իրականացնենք։ Ամենակարևորը համ մեր երկրին ճանաչում տանք, համ մեր ժողովրդին բարեկեցություն շփիտ տանք։ Ձեր ցավը տանեմ, հարցեր ունեք, տվեք, պատասխանեմ։ Չունեք, ձեր ցավը տանեմ, Աստված ձեզ պահապան։ Nei ձեզ է ընտրելու։ Քո ցավը տանեմ, քո վախտելը գալու։ Ժորժ ջան, ինչ ասեցի ձեր ցավը տանեմ։ Կընտրեք ձեր ցավը տանեմ, չեք ընտրի ձեր ցավը տանեմ։ Էլի ձեր ծառուկյանն եմ, իմացեք ձեզնից է կախված ձեր վաղվա երեխայի ապագան։ Ձեր ցավը տանեմ։ Ես ձեր ծառուկյան եմ, ամբողջ կյանքը։ Միայն կամեցել եմ, միայն ցանկացել եմ, միայն օգնել եմ, բայց ես ասեմ, օգնելով երկիր չես սարկացնի։ Գործ պետք է անես, ծրագիր իրականացնել, մարդկանց հնարավորություն տաս։ Շնորհակալություն, ստեսություն, Աստված պահապան մեր բոլորին։ Պարոն Ծառուկյան, մի հատ նվեր ունենք ձեզ։ Այո։ Պարոն Ծառուկյան, շնորհակալություն Ալավերդի քաղաք ժամանելու համար։ Մենք բոլորս գիտենք, որ ձեր խոսքը գործ է, ձեր խոստումները միշտ ռեալ են, իրական ոչ թե գեղեցիկ, ընդհանրապես գեղեցիկ խոսքեր։ Եվ կցանկանայի նշել, որ մեր Ալավերդի քաղաքը ունի խորհրդանիշ, դա Քարե կամուրջն է, որը 800 տարվա պատմություն ունի եւ որպես Ալավերդու խորհրդանիշ, որպես հուշանվեր ձեզ ենք նվիրում ձեռագործ աշխատանք, նկար, Ալավերդի քաղաքի Քարե կամուրջի նկարը եւ սա ունի նաեւ եւս մեկ խորհուրդ, որ
այս կամուրջը ձեզ հիշեցնի, որ Ալավերդի մի քիչ շուշուտ գաք։ Մեր դուրացիամբ եւ հրավիրեք գալացող եմ, այս կանիտ մոտ եմ ասում, այս նկարն էլ թանգարանում է կախվելու, որ մարդիկ գալուց նայելուց հետո ցանկությունն Ալավերդի գալու։ Թանգարանը մի հեկտարի վրա է կառուցվում, այդ արձանի, Քրիստոսի արձանի ներքևում, իրոք մենք ունենք աշխարհին ներկայացնելու 134 կաթողիկոս ունենք, ժողովուրդ։ Քրիստոսի իր առաքյալները եւ 134 կաթողիկոսները եւ այս տեսակ նվերներն լինելու է թանգարանում, տակը գրվելու է Ալավերդու քաղաքից, որ տեսարաններ ենք դնելու, որ մարդիկ հետաքրքրեն ցանկություն հայտնեն, տուրիստները, որ Ալավերդի էլ գան։ Ամենակարևոր շնորհակալ եմ, տպավորված եմ, այդ վստահությունը, հավատքը պահելու եմ եւ պահպանեմ։ Կարևորը փողի չափսը չի ժողովուրդ, կարևորը արած գործն է, որ միշտ հիշելու եք ու ասել եք հալլա այդ տղուն, հալլա Ծառուկյանին, ասեց ու արեց։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։